Արդեն Կասկադում մաստեր կլասը բացել է 5-րդ մասնաճյուղը Կասկադում ու մենք եկել ենք փորձարկելու ու ձեզ հետ կիսվելու։ Շաուրմա։ Տեսնում եք, չէ, ինչ դժվար է իմ գործը։ Հետո զարմանում եք, որ ես ամենահայտնի բլոգերն եմ։ Մանուկի սեղան։ Ամոթել է ասել, որքան հաճախ ենք օգտվում մաստեր կլասից, թե մենք, թե մեր հարազատները, թե մեր երեխաները բոլորով շատ սիրում ենք ու հատկապես տանը մոտիկ մասնաճյուղը գրեթե ամեն օր այցելում ենք կամ վերցնում ենք մեզ հետ տուն։ Այսօր փորձեցի անգուսի քաբաբը, որ իմ ֆավորիտն է եւ նման հյութեղ, նման համեղ քաբաբ ոչ միտեղ Երևանում չկա։ Եվ ամբողջ Հայաստանում ինձ թվում է։ Լեոյի սեղան, Էլենի սեղան։ Ես այսօր որպես նորություն փորձում էի պելմենները։ Ես բոլորին դա եմ խորհուրդ։ Այո, ես կերա աղջիկները ինձ հարցրեցին, խորհուրդ տվեցի, իսկ արդեն իմ ավանդականներից մաստեր կլասի մենյուից հավի քյաբաբը ու լահմաջոն։ Որ նորից իդեալական ճաշակ։ Խմող սեղանը այս։ Ես փորձել եմ սալատներից, բայց ամենասուպերը էդի իքիբիրն էր։ Նախ սկսեմ, որ տեղը բավականին շատ հարմար տեղ է, առավել ևս ամառվա սեզոնին, պիլմենիներն էլ շատ համեղ, թաբուլ են, հումուսը, ասեմ ավելին, բացի վաղ այստեղ այցելելուց, վաղվա մեր լանչը կլինի մաստեր կլաս։ Ինձ Գագիկը ոգեշնչեց, որ պելմենիներից ուտեմ ու շատ հավանեցի, իրականում շատ լավն է, բայց ես մաստեր կլասին վաղուց եմ ծանոթ ու մեր ընդմիջումների աշխատանքային մշտական ընկերն է, շատ եմ սիրում իրանց քյաբաբները մանավանդ։ Ասած պելմենին չէի փորձեց, անգուսի պելմենին հրաշալի էր, ամ սոուսը, ամ պելմենին շատ համով։ Իսկ երկու տեսակը փորձել ես, օրինակ Չէ, հենց անգուսի պելմենին փորձեցի։ Ես մյուսն էլ եմ քեզ խորհուրդ տալի, վստահ եմ, որ դու այո։ Ապրես, անպայման կփորձեմ։